Պարոն Նահապետյան, Ռուսաստան կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանի որոշակի գործընթացներ են սկսվել, բայց նախ անդրադառնանք այդ այցի բովանդակությանը։ Մենք տեսանք այն, ինչ որ մեզ ցուցադրվեց, բայց եւ Վլադիմիր Պուտինի խոսքի տակ, հա, եւ Նիկոլ Փաշինյանի այն տողատակերը կխնդրենք, որպեսզի դուք բացեք, ինչ նկատի ունի օրինակ Վլադիմիր Պուտինը, երբ որ ներկայացնում էր, թե ինչ առավելություններ է ստանում տնտեսական առումով եւ անվտանգային առումով Հայաստանը Ռուսաստանի հովանու տակ գտնվելով, եւ թերևս ակնարկում էր ինչից պետք է զրկվի, եւ Փաշինյանի պատասխանի տակ ինչ հասկացաք, հետո կանադառնանք հետևանքներին այդ։ Այս եզակի հանդիպում էր, որտեղ խոսքի մեջ Ռուսաստան նախագահ տողատակ չդրեց, ամեն ինչ բաց ասաց։ Ասաց Հայաստանի տնտեսությունը ուղղակի օրգանապես կապված է ԵԱՏՄ-ի հետ եւ առաջնահերթ Ռուսաստանի հետ։ Թվերով հիմնավորեց։ Գազի գինը ամենախոսուն փաստն է։ Պատկերացրեք 4 անգամ թանկում է, 3 անգամ, 3.5 անգամ։ Գիտեք ինչ է լինելու։ Մեր բնակիչները ասենք որքան է վճարելու ձմռանը եւ տնտեսվարող սուբյեկտների հիմնականում պտուղ բանջարեղեն ջերմոցների միջոցով արտադրողները գինը որքան է բարձրացնելու արտադրանքի, որը շուկայում այլևս մրցունակ չի։ Ես կարծում դրանով ամեն ինչ ասվել է, հա։ Ուրեմն Ռուսաստանը օգուտ չի ստանում, երբ որ 177.5-ով վաճառում է մեզ, երբ որ կարող է 600-ով, չէ՞ վաճառ, դա քաղաքական որոշում է, չէ՞ ոչ տնտեսական։ Հիմա Հայաստանը քաղաքական որոշում է փորձում կայացնել Ռուսաստանի դեմ անուղղակի պատերազմով Եվրամիության անդամակցելու։ Իսկ Եվրամիության հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրները այսօր օժանդակում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Սա փաստ է։ Ուրեմն կարմիր գիծ է Ռուսաստան նախագահ ասում քաշված է արդեն ձեր ընտրությունն է։ Դուք ժողովուրդը ընտրեք, որտեղ եք ուզում։ Ռուսաստանը խնդիր չունի դառնու։ Թեև հայ ժողովրդի հետ Ռուսաստանը կապված է դարերով, պատմական, քաղաքակրթական, ընդհանուր խնդիրներ լուծելու, սա պատական չի ասում։ Եվ հայ ժողովուրդը անդադ ասելու, սա որոշակի տարանջատում է նաև դնում։ Ուրեմն Հայաստանի օրվա իշխանությունները ժողովրդի միջև։ Երկրորդ կարևոր շեշտադրումը, որտեղ տնտեսականից զատ ասվեց, դա Հայաստանի կողմնորոշում է ընտրությունների շեմին, այսինքն իրականում այդ խոսքը մեր ժողովրդին էր ուղղված, իդեպ Փաշինյան Նիկոլին ուղղված չէր։ Մեր ժողովուրդը պիտի կողմնորոշվի, ճիշտ ընտրություն կատարելու։ Երրորդ հիմնական շեշտադրումը, որտեղ Ռուսաստանի նախագահը ասաց, Արցախի թեման փակված չի, որը իդեպ հիստերիա է բերել Ադրբեջանի նրանց արտգործնախարարությունը պարբերաբար կեցված կդրսևորում Ռուսաստանի նախագահի այդ խոսքից ելնելով։ Իհարկե այդ թեման բացեց ասելով, որ Փաշինյանն է հանձնել, որ իրականություն է, հա, թե Փաշինյանը հրապարակավ, այն որ ասում են առանց Աստծուց վախ չունեն մարդու լամուտ։ Հրապարակավ սուտ խոսեց, երբ որ Ռուսաստան նախագահը 20 թվականի դեկտեմբերի 17-ին 44 օրյա ավարտից մի ամիս 7 օր հետո ասում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, այդ նույն ելույթում, հարցազրույցում ասում է, որ ինչու սկսվեց Լեռնային Ղարաբաղը, որտեղ Սումգայիթում հայերը դիմեցին ինքնապաշտպանության, այսինքն պատճառն է։ Եվ երրորդ ասաց Արցախի հարցը, Լեռնային Ղարաբաղի հարցը, կարգավիճակի հարցը ապագային է թողնված։ Իսկ եթե կարգավիճակի մասն է խոսում, ուրեմն Լեռնային Ղարաբաղը այդ ժամանակ Ռուսաստան դիտում էր, որ Ադրբեջանի մաս չի, չէ՞, եթե կարգավիճակ դիտարկվի, այլ կարգավիճակ։ Ուրեմն Փաշինյանը արձագանքեց, Ղարաբաղյան շարժում չկա, այդ իրեն թվում է չկա, կա 4 եռակող, որը չի լուծարվել, չի օրակարգից դուրս եկել, 4 եռակողով կա Լեռնային Ղարաբաղ, կա այնտեղ ապրող հայերի իրավունքներ եւ Հայաստանի հետ կապ, փաստաթղթերը կան, այլ բան է, որ դե ֆակտո գոյություն չունի, ինչ անեն, 48 թվականին Պաղեստին պետություն հռչակվեց, որը չկար, բայց Պաղեստինի ժողովուրդը այդ փաստաթուղթի հիմք ընդունելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձև առայժմ պայքարում են, չէ՞ անկախ պետություն ստեղծելու այդ տարածքում։ Հենց որ մենք իրավական առումով եւս իրավունք ունենք մեր պահանջներն ու պայքարը առաջ մղել։ Հիմա ես կարծում եմ հաջորդ օրը իսկ երբ Եվրոպայից ծաղիկ էր մտնում Հայաստան մեծ քանակով, Հայաստանը ցույց է տալիս, որ տնտեսվարողները իբր մեր արտադրանք դե մտցնում էր առանց մաքսի Եվրասիական տնտեսական միության շուկա։ Հայաստանը այդ առումով տրանզիտ է, պտուղ, բանջարեղեն, միրգ, ադամանդ, ոսկի, հեռախոս, բարձում է հեռախոսի արտադրություն կա Հայաստան, տնտեսվարող սուբյեկտներին
հարկ վճարողների մեջ բավականին բարձր տեղ է գրավում։ Իրականում հասկանալի չէ, որ տրանզիտ է Հայաստան անցանում, եւ Ռուսաստանը աչքերը փակում էր, որի դաշնակից այստեղ հնարությունն է այս ծանր տնտեսական պայմաններում աշխարհում գործընթացներում գումար աշխատի։ Հիմա եթե դու ընտրում ես Եվրոպան, ավասիկ Ռուսաստան լրիվ իրավունք ունի օրենքի շրջանակներում անել այն, ինչ ինքը կարող է անել։ Ես կարծում եմ, այդ ծաղիկի մուտքը Եվրասիական տնտեսական միության շուկա առաջներթին Ռուսաստան փակել հենց դրա ցուցիչներ, եւ այդ շարքը կարող է ամբողջովին գնալ։ Այսօր արդեն կոնյակ Պրոշյանի մասնավորապես կոնյակի գործարանի շուրջ են գործընթացներ գնում, Ռուսաստանի ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի շուկան վերահսկող գործակալությունը այսպես անսպասելի ուսումնասիրություններ է իրականացրել Պրոշյանի կոնյակի գործարանում, հայտնաբերել է, ճակերտավոր եմ ասում, որտեղ չեմ կարծում նրանք տեղյակ չէին դրա մասին, որ իրականում կեղծ կոնյակ է արտադրվում, որը կապ չունի խաղողի հետ, եւ արդեն լիցենզիայից ընկերությանը զրկելու մասին դատարան հայց է ներկայացվել։ Ռուսաստանի պատկան կառույցները իրենց տրված իրավասությունների շրջանակներում կոնկրետ գործառույթներ իրականացնելու։ Եվ միայն կոնյակին ու ծաղկին որտեվ քաղաքական որոշումներ ինքն իր շուկան բացել մեզ համար, ոչ տնտեսական։ Առանձնապես մեր այդ արտադրանքը Ռուսաստանի շուկայում այդպես մրցունակել չի պտուղ բանջարեղեն, շատ ավելի էժան եւ ցածր ինքնարժեքով մտնում է Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ադրբեջանից, Միջինասիական Հանրապետություններից, Վրաստանից։ Մերը մրցունակ չի, բայց մեզ համար շուկա է տալիս այդ մարդը։ Հիմա շնորհակալությունը Փաշինյանը այդպես է հայտնում, կոնկրետ պատասխանը ստանալու է։ Եվ վերջում Ռուսաստանը ուշով հետևելու է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, քաղաքական գործընթացներին եւ 2 ամիս հետո փաստացի ընտրությունները չէ լինելու։ Այսինքն Ռուսաստանը զգուշացրեց, որ մոլդավական սցենար Հայաստանում չկրկնեն, փակել դաշինքներ, կուսակցություններ, որոնք ունեն որոշակի կողմնորոշում բաց այդ կերպով, որը կարող է ընտրությունների արդյունքի վրա էապես ազդել։ Ու կոնկրետ խոսքը ուժեղ Հայաստան դաշինքին է Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Դե Ռուսաստանը զգուշացրեց հիմա, եթե սույն անձնավորությունը ուզում է ինչ-որ խաղեր տալ, կարծում եմ իր համար բավական ճակատագրական կլինի, նաև այն առումով, որ կարելի է Իրանի ժողովրդին եւ ղեկավարությանը ողջունել հրադադարի ռեժիմի հաստատան հետ կապված իր պայմաններով, այստեղ կարող ենք բացահայտ ասել, ես առաջին օրը իսկ փետրվարի 28-ին եմ ասել Իրանը հաղթելու է եւ դա բոլոր պայմանները կար։ Իր պայմաններով սա նշանակում է, որ տարածաշրջանում խոսքս Պարսից ծոցի երկրների, խոսքս Եվրասիական տարածքում, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում ամերիկան ճամպրուկները կապելու է, վստահաբար գնալու է իր արևմտյան կիսագունդը տեր ու տնօրինություն անելու։ Այսինքն թրիփը չեղարկվելու է, հա, իրենք ասում են, որ փաստաթղթային փուլում է։ Այդ փաստաթուղթը շրջանակի մեջ կանեք, նվեր կտակ Փաշինյանին ու քաղաքապայմանագրի կարգավորող ներկայացուցիչներին, բայց Ալեն Սիմոնյանին շրջանակով չտակ։ Գտնեք շամպայնը շշի մեջ շիշը կտակ իրան։ Իհարկե, պարոն Նահապետյան, մեր մտահոգությունը հայ ժողովուրդն է, ոչ թե այս իշխանությունները, իրենք խոսում են, հա, նաև գազի հնարավոր թանկացման մասին, երաշխավորելով, որ այլընտրանքային վառելիք են ներմուծելու, արդեն իսկ Ադրբեջանից որոշակի ներմուծում։ Պատով են տալիս ռուսական էժան գազ, վստահելի գազ, որը երբևիցե չի փակվի։ Այդ այլընտրանքային է, թող գնան իրենք Ադրբեջանում օգտագործեն։ Ռուսաստանը կգնա, հիմա հասկանում ենք, Փաշինյանամերձ տնտեսվարողների հանդեպ են, հա, ինչ որ պատժամիջոցներ կիրառում, կգնա հայ ժողովրդի հանդեպ պատժամիջոցներ։ Եթե այդպիսի խնդիր լիներ հայ ժողովրդի, Ռուսաստանը այս լծակները շատ վաղուց չէ կարող էր օգտագործել։ Այդ երկրի ղեկավարության նյարդերը ինչքան կարելի է խաղալ, հասկանում ենք, չէ՞։ Անկամ մենք չենք դիմանում, մեր նյարդերն են տեղիք տալիս ունենած Ռուսաստանի ղեկավարությունը։ Իսկ Ռուսաստանը Հայաստանին չի դիտում օրվա իշխանությունները, նորից եմ կրկնում։ Հո պատական չէ Ռուսաստան նախագահը քաղաքակրթական ընդհանրությունների մասն է խոսում, պատմական ընդհանրությունների մասն է խոսում։ Այսինքն դա օրվա իշխանությունները քամու բերած, քամու տարած։ Այնպես որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարում, այո, պիտի կատարի։ Հաշվառներում նաև որ Իրանի հաղթանակը ես այդպես եմ գնահատում, կարող է ժամանակավոր միջանկյալ է, բայց կարծում սա վերջնական է, բանակցությունների արդյունքում կտեսնենք Իրանի ժողովրդին եւ ղեկավարությանը։ Իսկ սա նշանակում է, որ մեր տարածաշրջանից նաեւ ամերիկացիները եւ իրենց գործակալական ցածն ու ազդեցության գործակալները ժամանակն է ճամպրուկները կապեն։ Այդ թվում նաեւ Փաշինյան Նիկոլը։ Ինքը ինքնաթիռով է գնալու մեջը նստած, բայց մյուսները կարող է անիվներից կախվեն, ինչպես Աֆղանստանում։ Այնպես որ ավելի լավ է ապաշխարեն, սխալները ուղղեն
եւ ապրեն Հայաստանում, ինչպես Հայաստանի ցանկացած նորմալ քաղաքացի։ Հակառակ դեպքում ստիպված անիվներից պիտի կախվեն։ Կես կատակ, կես լուրջ։ Նշանակում է դա, որ Իրանը նաև պահանջ է դրել, որպեսզի Հայաստանից Փաշինյանը եւ իր թիմը հեռանա։ Ոչ, այդպիսի բան չի նշանակում։ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը իրենք երկրների ներքին գործերին չեն։ Գործակալական ցանց, այդ մենք պիտի մաքրենք մեր գործը, դա մեր գործն է։ Մեր Հայաստանը Ամերիկան իր գործակալական ցանցով թողնի հեռանա։ մաքրվի, դե գնալու է, չէ՞։ Գնալու է, չի գնալու, Աֆղանստանից չգնաց, գնալու է, ձեզ վստահեցնում, չի կարող չգնալ։ Ինքը գնալու է գործակալների հետևից, ով նայեց ոնց հասցրեց։ Բա այդպես, բա այդքան ավել Արցախի կորուստը ձեր կարծիքով ինչ, այդ ինքնահոսի հետևանք է, թե գործակալական ցանցի կոնկրետ աշխատանքի արդյունք։ Այդ 5000 զոհ, 20000-ից ավել վիրավոր հաշմանդամը հենց այդպես մոռացվեց, այդ արյունը չորացավ, վստահեցնում չէ։ Արցախի հարցը բարձր մնում, կա 4 եռակողմ, սա ամենակարևորն է Ռուսաստան նախագահի կեցվածքով, իսկ գործընթացները այնուամենայնիվ բերելու են նրան, որ արևմտյան աշխարհը արևելյան աշխարհից պիտի մաքրվի, ամբողջովին մաքրվի, գնա իր կիսագունդը եւ գնա այն մեծ կղզու վրա, որի անունն է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ վերընկնի ապրեն։ Այդ ժողովրդին էլ այնտեղ հանգիստ թողեն։ Կարծում եմ, այսպես լավ է լինելու, մեր ժողովրդին պետք է օրը 24 ժամվա ռեժիմով այս իրողությունները բացատրել, որպեսզի հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կատարեն։